Գրքերը չեն վերանում, հակառակը դրանք վերանորոգվում ու խնամվում են։ Այս մասնագետների շնորհիվ հին հայկական ձեռագրերը երկրորդ կյանք են ստանում։ Ձեռագիրը 1664 թվականին Երևանում գրված ձեռագիր է եղել ու ինքը իսկ վերականգնվել է, բայց վատ բոլոր մամուլը ընդհանուր խումբն է, էլի էջերի կարված են եղել սխալ ու դրա պատճառով հիմնականում քանդել են այս գիրքը։ Աշխատանքի բերումով նրանք շփվում են հայոց հին ձեռագրերի հետ։ Մատենադարանի ձեռագրերի վերականգնման բաժնում է աշխատում նաև Մարիա Գաբրիելյանը։ Նա ասում է, որ այս աշխատանքին պետք է սիրահարված լինես, որ ստացվի։ Ինձ շատ հետաքրքիր ա եղել միշտ ու ես պատահաբար այդպես ստացվեց, ես ուղղակի որպես սովորելու զուտ տեղեկություն ձեռք բերելու համար եկա ու հետո ստացվեց, որ մնացի այստեղ աշխատելու, ինձ շատ հոգեհարազատ աշխատանք է, շատ դուրս եկավ ու բավականին լավ ստացվեց։ Ես անձամբ նկարիչ եմ ու այստեղ շատերն են նկարիչ, որովհետև մի քիչ ինձ թվում է ձեռքի մանր գործերի հետ աշխատանքը եւ նման գեղարագիտական ինչ-որ մոտեցում էլ է պահանջում, որովհետև այստեղ զուտ սովորել ու անելով չի, այլ պետք է ցանկացած գործին նայել, հասկանալ ինչ վիճակում է, ինչ է պահանջում ու նոր մոտենալ այդ գործին։ Գրքերի վերականգնումով զբաղվելու համար եւ նկարչություն է պետք իմանալ եւ քիմիան, բայց հետաքրքիր է, որ մասնագիտությանը տիրապետելու համար համալսարան ավարտել պետք չէ։ Ամեն ինչ մասնագետները սովորել են հենց աշխատանքի մեջ Մատենադարանում։ Սրանք կապտալի օրինակներն են գործած, հայկական, ինքը 3 շարքով է գործվում, մի հատ այս փոքրիկն է գնում, հետո նորից գալիս, հետո նորից թել է դրվում ու այս վերևի շարքը։ Եզրահյուսը ինչի համար համ պաշտպանում է էջերը վնասվելուց, ինքն է ոնց որ եթե գիրքը ուղիղ դրվում է, իր վրա ծանրություն ընկնում, այլ ոչ էջերի, քանդելու մաքրելուց հետո ռետինով կամ եւ ինչ որ մի բանով լվանալը հաջորդ քայլն է, որպեսզի անցնեն հետագայում վերանորոգման։ Վերջին քայլը երևի կարելի է համարել կարելը, կազմելը, բայց լվանալը հենց սկզբնական դեռ մաքրելու գործընթացն է։ Քանի որ ինքը դեղնած է էջերը, հատուկ պերգիդրոլ լուծույթ կա, մի փոքր ջրի մեջ ավելացնում են, դրանով լվանում են, հետո արդեն անպայման պարզաջրում են, որպեսզի այդ նյութի հետքերը չմնան։ Բոլոր ձեռագրերում եթե սունկ են հայտնաբերում, վերցնում են, հատուկ նպաստավոր պայմանում դնում, սունկը եթե աճեց, եթե չէ, ավելի լավ պայքարում ենք սնկերի դեմ։ Այստեղ այդ սնկերի հետ արվող գործընթացներ են արվում, ունի այստեղ նաև ուլտրաֆիոլետ լույս, որը բոլոր կենդանի օրգանիզմները ոչնչացնում է, սնկերը նույնպես, ու մենք ժամանակ առ ժամանակ մեր սենյակում անպայման պետք է մթություն լինի, փակում ենք բոլոր վարակույրները ու բնական ոչ մի բան, բույս, մարդ պետք է այստեղ չլինի։ Երբ կորուստները շատ են լինում էջերի վրա, մենակ տպագիր գրքերն ենք այստեղ աշխատացնում, որովհետև ինքը ջրով ամբողջովին աշխատող սարք է։ Այստեղ այս տարայի մեջ եւ այս տարայի մեջ ամբողջը ջուր է լցվում։ Մենք հատուկ մասա թուղթ ունենք, վերևում մեծ դրած է։ Դա բլենդերով հարում ենք, մեջը եթե պիգմենտ է պետք ավելացնել, լցնում ենք, որ ինքը սպիտակությունը գույնի կոտրի ու խառնում ենք այս ամբողջ ջրի հետ։ Էջերը շարում ենք հերթականությամբ իրար ճիշտ դրվածքով, որոնք շատ կորուստներ ունեն։ Ու պոմպերի միջոցով հավաքվում է ջուրը, այստեղ անցքեր կան, լցվում է տակից, վակուում է ստեղծվում, տակից սկսում է այդ բաց եղած անցքերը, քաշում է այդ թղթի մասան իր մեջ ու թուղթը հարթ նստում է այդ բացակա եղած տեղերին։ Թեյի պակետիկները որ կան, նույն թղթից է, սրանով վերանորոգում ենք անում։ Նայեք, ինչ երկար մազիկներ ունեն։ Սրանց շնորհիվ հեսա ես արդեն փակցրել եմ, ճապոնական թուղթը շատ ավելի լավ է կպնում ու հաստություն գրեթե չի տալիս, որովհետև միայն մազիկներով եմ ես իրան կպցնում։ Մարիային օգնելիս հասկացա, հաստուծանր գրքերը վերանորոգելիս էլ պետք է լինել զգույշ ու նուրբ։ Ինձ թվում է եղել է հիմա փորձեք կտրել։ Ձեռքով, հա։ Այո, ձեռքով։ Մկրատով չենք կտրում, որովհետև մազմզուկներ պետք է լինեն, մկրատով ուղիղքից կկտրվի։ Շատ լավ է։ Այս արդեն պատրաստ է։ Եկեղեցական գրքեր են ու տարբեր կաճաշոց, որը կարդում են հենց իրենց ընթրիքների, ճաշերի ժամանակ հատուկ օրերով գրած է,
ծայել հայցմավուրկ այլ արարողությունների համար։ Կողքի սենյակում մյուս վերականգնողները փորձարկում էին իտալացի գործընկերներից փոխառնված նոր տեխնոլոգիան։ Վերականգնման գործում կարևոր է փորձի փոխանակումը։ Գնացել ենք Իտալիա, այնտեղ սովորեցինք այս մեթոդը, որ բանը այս գելի օգնությամբ կարողանում բան են անում աղտոտվածությունը, ասենք ծաղրի կամ ձեռագրի վրա լաքաները շատ հեշտությամբ դուրս է գալիս։ Իրանք շատ են օգտագործում։ Դնում են աղտոտված նյութը, հետո այս գելը դնում են վրան, ծածկում են ու մի 2-3 ժամ մնալուց հետո այս գելի վրա ամբողջ կեղտը դուրս է գալիս։ Այստեղ մասնագետները փշկում են գրքերը, երբեմն տարիներ են պետք գալիս մեկ գիրքը վերականգնելու համար։ Սա մագաղաթա պահպանակա, ինքն էլ հետևի կողմը առավել վատ վիճակ է, տեսեք։ Սա ուզես չուզես մի 2 տարի կտերի։ Գայանե Էլիազյանը բաժնի տնօրեն է, քիմիկոս է, նա էլ է սիրահարված այս գործին, արդեն ավելի քան 50 տարի է աշխատում է այս մասնագիտությամբ։ Ամենակարևոր բանը, որ դու քո աշխատանքի արդյունքը տեսնում ես ու գնահատում ես, թե դարերից եկող բան ես փրկում, հուշարձան ես փրկում, դա դիտեք ինչ է։ Այդ զգացողությամբ, որ գնում ես տուն, ճանապարհին չես տեսնում ինչ որ գորշ բաներ, որ բոլորը ուզում են տեսած լինեն, մեր երեխեք չեն տեսնում։